Բոլոր վտանգները տեսնում են։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Մենք շահ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շահ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանել կստացվի իմպիչմենտ։ Այո, ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչի նկատի ունեն, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկ է։ Մեկ անգամ եւս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպեսին, լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթեր։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչ մասին էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի տիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, տարբեր որոշումների ինչու չգնացիք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե դա ժամանակ ես նորից պետք է կրկնեմ, ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել, նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավ գուցե անուն Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն էր, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։